Ուրեմն Աստվածաշունչը սկսեմ այդտեղից, որ ինքը հենց կոդերով է գրված ու ինչքան էլ իր մեջ շատ սիրուն ամեն ինչ ներկայացված է, մենք եթե կարողանում ենք այդ թաքնված գիտությունը կարդալ, վերծանել, հասկանալ, Աստվածաշունչը հիանալի գիրք է դրա համար։ Ուղղակի իր մեջից որոշ մասեր հանել են, պահել են, չենք ասում, որ դա սխալ է կամ ճիշտ ճանապարհով չենք քայլել, ուղղակի ընդունում ենք, որ սա էլ Արարչի ծրագրի մի մասն է եղել։ Մենք հերթով քայլ առ քայլ այդ ամեն ինչին կծանոթանանք։ Ես, քանի որ այստեղ երեխեքի հետ շատ եմ դուրս եկել, ու մեր էքսկուրսիաները շաբաթով են, այսինքն մենք քաղաքից դուրս ենք գալիս 3 ժամ հեռավորության վրա մինչև կամ 4 ու շատ գեղեցիկ էքսկուրսիաներ ենք կազմակերպում։ Իմ էքսկուրսիաներից մեկը հենց եղել է, որ մենք այցելել ենք պլանետարիում։ Այստեղ մեզ մոտ էլ կա Բեռլինում 3-ն են, 3-ից մեկն է ամենահետաքրքիրն ու ավելի տպավորիչը։ Երկիր մոլորակը ցույց է տալիս այնտեղ փոքրիկ վավերագրական ֆիլմով, թե ինչպես է ինքը առաջացել ու շատ մոտ է այս պատմությանը կամ այս վերսիային, որ հիմա ես ձեզ կպատմեմ։ Ամեն դեպքում մենք չենք կարող ասել, որ դա 100% ճշմարտություն է, ուղղակի կարող ենք ընդունել, որ հնարավոր է այդպես, որովհետև այն ինչը մենք չգիտենք, արդեն են, որ ասում է Աստծո գործերն են, հա? Աստծո Արարչի գործերն են, որտեղ մենք ուղղակի չենք կարող տեղավորվել։ Ինչքան մեզ տրված է, ըստ այդ սահմանի ենք մենք փորձում առաջ գնալ, իմանալ, տիրապետել ու շարունակել այդպես գործել։ Մեր հոգու ճանապարհով քայլել։ Ամեն ինչ սկսվել է իրոք հենց այդ պայթյունից։ Ու ես կասեմ, որ մեր տիեզերքը երկրորդ տիեզերքն է, սիրո տիեզերքն է, դրա համար է հենց Աստվածաշնչում սերը նշվում, այնպես որ երբ որ սերը բացակայում է ու ոչ մի տեսակի օրենքներ չեն գործի առանց սիրո, այստեղ մենք եկել ենք հենց սեր դառնանք, այդ սերը իսկական արտահայտենք, բայց դրա համար ճանապարհ է պետք, որովհետև հիմա որ պատմեմ էվոլյուցիան, դուք կտեսնեք, թե մենք ինչքան խիտ մարմիններ ունենք մեր մեջ ու մեր մոտ։ Ուրեմն, ամենասկզբից հենց եղել է այդ պայթյունը ու ասում ենք, որ մեծ ոչինչը։ Այն որ սկզբում, եթե մենք վերցնենք, որ պատմում ենք ինչ-որ մի լեգենդ կամ ինչ-որ մի պատմություն, ասում ենք սկզբում չկար ոչինչ։ Եվ մեզ համար դա ամեն դեպքում դժվար է պատկերացնել, բայց կար տիեզերքը, աշխարհը, իրականությունը ու նման ինչ-որ իրավիճակներ, երբ ոչինչ տեղի չի ունենում, ուրեմն չկա ոչ մի շարժում։ Մեր տիեզերքը, մեր իրականությունը սկիզբ է առնում հենց այդ ոչինչի վիճակից։ Երբ ամեն ինչ երկար ժամանակ գտնվում է անշարժության մեջ ու այդ ոչինչի մեջ, այն սկսում է ձանձրանալ։ Սակայն պայմանական բառ է նկարագրելու համար այն ընդհանուր վիճակը, երբ մենք մոտենում ենք արթնացման պահին։ Եվ դրա համար մենք ասում ենք, արթնացումը տեղի է ունենում հենց այդ ձանձրույթի ու շարժման արթնանալու մտադրության միջոցով։ Երբ մեծ ոչինչը ծնում է այդ մտադրությունը, տեղի է ունենում մեծ պայթյունը և ծնվում է կետը։
ծնվում է հենց առաջին միավորը։ Մարդկային լեզվով երևի թե սա շատ դժվար կլինի նկարագրել, բայց հենց այսպես սկսվել է կյանքը։ Երբ այդ ինչ-որ բանը ծնվել է, միանգամից առաջացել է շատ բան, որովհետև մեծ ոչինչը, որը ծնեց այդ միավորը, անմիջապես դառնում է կանացի սկիզբը և դառնում է բացարձակ միջավայր։ Այդ պահին այդ առաջին դրսևորումը նույնիսկ դեռ ինքը այդ միավորը չէ, այլ միայն դրա մասին մտադրությունն է։ Եվ հենց այդ մտադրությունն է առաջին էներգիան փոխազդեցության ամենի և ամենի միջև։ Այն դառնում է որոշակի դաշտ, դառնում է տարածություն, և սրանք շատ պայմանական հասկացություններ են։ Սա ոչ տղամարդկային է, ոչ էլ կանացի։ Սա պարզապես ինչ-որ ծավալային բան է, որը ծնում է միավոր։ Եվ այդ փոխազդեցությունից սկսվում է մեծ խաղը, սկսվում է ամեն ինչի ծնունդը։ Ամեն ինչ հոսում է հենց այդ կետից, սկսում են խառնվել իրար հետ ու ծնվում են տարբեր խտություններ։ Սկզբում ամեն ինչ բացարձակ ոչ խտություն է։ Հետո այդ տարածությունն ու միավորը սկսում են խառնվել ու ստեղծել ավելի ու ավելի խիտ աշխարհներ։ Այդ մեծ պայթյունից հետո ձևավորվում է հենց աբսոլյուտի շերտը, որը սկսում է փոխազդել ինքն իր հետ ու ստեղծում է հաջորդ խտությունը։ Եվ քանի որ գունդը ընդարձակվում է, իրականությունը դառնում է ավելի ու ավելի խիտ, յուրաքանչյուր շրջափակումով, յուրաքանչյուր շնչով ու յուրաքանչյուր ցիկլով։ Այդ վիճակը շարժվում է հետաքրքրությամբ և դա նման է մարդկային հետաքրքրությանը։ Եվ հենց այդ պատճառով, երբ մենք կյանքում հետաքրքրություն ենք ունենում, մենք ավելի մոտենում ենք աստվածային վիճակին, ավելի դառնում ենք արարչական կամ արարիչներ։ Որպեսզի ամեն ինչ չխառնվի ու ունենա կառուցվածք, այս խտությունները բաժանվում են ինչ-որ չափումների ու մակարդակների։ Ու մեր աշխարհը դառնում է բազմաշերտ ու բազմաչափ։ Հենց այդ կետից սկսվում է տարածության ընդարձակումը և տարածքի ձևավորումը։ Ու նա, ով ծնվում է հենց այդ տարածքում, սկսում է ձևավորել ժամանակի ու տարածության իր ապրելու գծերը։ Մեզանից յուրաքանչյուրը այս աշխարհում, այս իրականությունում մի առանձին աղբյուր է։ Կարգավորումների, որոնք բացում են հենց այն տարածքը և տալիս են դրա տեմպը։ Տալիս են հնարավորություն այն ամենին, ինչ գոյություն է ունենալու ու զարգանալու է։ Դրա համար էլ ասում են, որ մենք ստեղծված ենք Աստծո պատկերով և նրա նմանությամբ, որովհետև աբսոլյուտի էներգիայի մասնիկը հենց մարդու մեջ կա, որպես առաջնային մաքուր էներգիա։ Այժմ խոսեմ այդ շերտերի մասին։ Եթե պատկերացնենք Մատրյոշկեն, տիկնիկների պես, այն ռուսական, ամենախորը շերտը մաքուր աբսոլյուտն է։ Դրանից հետո գալիս է հոգու ու ոգու շերտերը։ Հոգու մակարդակում չկա միտք, չկա գիտակցություն։ Դա ոչ խիտ աշխարհ է, ուրեմն իսկ ոգու շերտերում արդեն մասամբ հայտնվում են մտքերը։ Հաջորդ շերտում զգացմունքներն են ու էներգիաներն են։ Եվ միայն հետո գալիս է մեր ֆիզիկական աշխարհը, այն ինչը մենք կարողանում ենք տեսնել ու շոշափել։ Մեր իրականությունը ստեղծված է այնպես, որ մեզ համար հարմար լինի։ Ամեն
մի մանր մասնիկը ստեղծված է նրա համար, որ գոյություն ունենա, այն գոյությունը, որը կրում է հենց աբսոլյուտ էներգիան, կարողանա արտահայտվել հենց նյութի մեջ։ Այժմ այդ հիմնական տեսակը մենք ենք, մարդիկս։ Մենք թողել ենք մեզ համար շատ հուշումներ կրոններում, առասպելներում, հեքիաթներում, օրինակ հայելու սկզբունքը։ Ինչ ներսում է, այն էլ դրսում է։ Իրականությունը հենց այդպես շատ բազմաշերտ է, բազմաչափ։ Տարբեր շերտերը տարբերվում են խտությամբ, տարածությամբ, ժամանակով։ Ժամանակի արագությունը որոշում է նաև խտությունը։ Նույն տարածքում կարող են գոյություն ունենալ տարբեր էակներ, տարբեր ժամանակային արագություններով։ Եվ ինչ է իրականությունը։ Իրականությունը անհատական ժամանակային իրադարձությունների գիծ է, որը գալիս է հենց աբսոլյուտից։ Առանց դիտողի իրականություն չկա, այսինքն անպայման դիտորդ է պետք։ Այդ չափումը իրականության մի տարբերակ է, որը կապված է տարածության հետ, ու այդ ամենը բերում է բաժանումների, գիտակցված և անգիտակից, դրսևորված կամ չդրսևորված։ Հետագայում առաջանում են բաժանումները տղամարդկային, կանացի, լավ և վատ, որը միայն մարդկային մակարդակում գոյություն ունի։ Յուրաքանչյուր փոքր բան այս իրականության մեջ կրում է ամբողջ տիեզերքի կոդը։ Այդ պատճառով էլ ասում են ամեն ինչ Աստված է։ Ավելի ճիշտ ամեն ինչ Աստծո ձևափոփոխություններն են։ Ինչու՞։ Հետաքրքրության համար ուղղակի։ Աստծուն դա ոչ լավ է, ոչ էլ վատ, բայց երբ նա ցանկանում է շարժում, սկսում է բաժանվել մասերի, որոնք մոռանում են իրենց ամբողջականությունը։ Եվ այսպես նորից սկսում է խաղը, ինքն իրեն ճանաչելու, ինքն իրեն հիշելու։ Այ հենց դա է մեր գոյության իմաստը։ Ժամանակը դա պայմանական բան է, դա ուղղություն է, շարժման վեկտոր է։ Էներգիան շարժում է, երբ կա շարժում, կա նաև վիբրացիա, և դա դառնում է էներգիա։ Ու ամեն ինչ էներգիա է, մենք շատ լավ գիտենք, ուղղակի տարբեր մակարդակներում և տարբեր նյութերում։ Էներգիան նման է կավի, որից կարելի է ուղղակի վերցնել ու ձևավորել ամեն ինչ։ Մենք շատ քիչ բան գիտենք էներգիայի մասին, բայց մենք ապրում ենք մի այնպիսի ժամանակաշրջանում, երբ շատ հզոր բացահայտումներ են լինելու։ Մարդկության պատմության ընթացքում միշտ եղել է այս Արարչի գաղափարը, և հիմա մարդկությունը գտնվում է ուղղակի զարգացման շատ հետաքրքիր փուլում։ Իսկ մենք դեռ շատ երիտասարդ տեսակներ ենք։ Մենք նոր ենք ձևավորվել, բայց շատ արագ ենք գնում առաջ։ Մարդկությանը ընդհանուր առմամբ մոտ 20-ից 50 հազար տարի է, ինչ կա, գոյություն ունի ընդհանրապես մարդկությունը, բայց հսկայական էվոլյուցիոն թռիչք ենք մենք արել, օրինակ, այս վերջին ժամանակները, ամենաշատ այս վերջին մի քանի 100 տարիների ընթացքում։ Մինչ այդ պարզապես մենք ճոճվել ենք ու շատ դանդաղ աստիճանաբար զարգացել ենք։ Եթե նայեք 1 թվականից կամ քարե դարից մարդու զարգացումը, մինչև 1900-ական թվականները այդ շկալան շատ պառկած է, հորիզոնական է եկել, և 1950-ական թվականներից ինքը սկսեց ավելի ուղղահայաց աճել, այսինքն այդպիսի արագ զարգացումներ մենք անցանք։ Ու այս պահին մարդկությունը կարծես
ավարտական քննության փուլում է գտնվում։ Մինչ այդ մենք ձևավորվում էինք, մեզ ձևավորում էին, պատրաստում էին, կարելի ասել, դաստիարակում էին, ու դա նման էր մանկապարտեզի։ Մեզ ձևավորում էին մեր իսկ բարձրագույն կողմերը, որոնք հետևում էին մեզ և ստեղծում էին խիտ մարմիններ, որպեսզի կարողանան դրսևորվել դրանց միջոցով։ Այսինքն, մարդը սկզբում ինքնուրույն հասուն էակ չի եղել։ Իսկ հիմա այն ժամանակահատվածն է, երբ մենք ուղղակի փորձում ենք մեծանալ կամ հասունանալ։ Աստծո գաղափարը որպես բարձրագույն ուժ մտցվել է թե սոցիալական, թե կրոնական համակարգներում։ Սոցիալականում դա կարող է լինել նախագահը կամ գուրուները կամ որևէ մեկ, ով կրում է պատասխանատվություն։ Իսկ Աստծո գաղափարը ներմուծվել է էվոլյուցիայի վաղ փուլերում, այն պատճառով, որպեսզի երեխաները իրենք իրենց չվնասեն։ Մոտավորապես այսպիսի վիճակում ենք մենք եղել։ Եվ դա եղել է մեզ համար կրոնների համակարգը, այն սահմանները, որոնք պահում էին հասարակությունը։ Դրա համար ես ասում եմ, ամեն ինչ ճիշտ է ու արդար, այն ինչ ստեղծվել է մեր համար, այն ինչի մեջ որ մենք ապրել ենք, հենց ճիշտ մեզ համար է եղել, որպեսզի մենք ճիշտ էվոլյուցիա անցնենք։ Իրականում կա աբսոլյուտի էներգիա, սկզբնական հենց էությունը, որից կազմված է հենց ամեն ինչ։ Այն անուն չունի։ Մենք ուղղակի պայմանականորեն ասում ենք աբսոլյուտ, ասում ենք մաքրամաքուր, բացարձակ էներգիա։ Բայց հենց որ այն հայտնվում է ինչ որ մեկի իրականության մեջ և անուն է ստանում, այն դառնում է հենց Աստված, այսինքն պատասխանատու կանոններ տվող էակ կամ էակ, որը վերցնում է պատասխանատվությունը իր վրա։ Սա մեծ տարբերություն է աբսոլյուտի և Աստծո գաղափարի միջև։ Երկրի ստեղծման ժամանակ բարձրագույն էակներ էին հետևում նրան, և մեզ համար ցանկացած բարձրագույն էակ արդեն ընկալվում է որպես Աստված։ Այն, ինչ քրիստոնյաները, հրեաները կամ բուդդիստները կոչում էին Աստված, իրականում աբսոլյուտը չէ։ Դա նույնիսկ ընդհանուր երկրային Աստվածը չէ, որը հաճախ կոչվում է դեմիուրգ, այն էակը, որը պատասխանատու է մոլորակի համար։ Ինչպես մարդը ունի հոգի և գիտակցություն, այնպես էլ երկիրը ունի իր գիտակցությունն ու հոգին։ Դա հենց դեմիուրգն է։ Բացի այդ, կան նաև ավելի բարձր մակարդակի էակներ, որոնք ղեկավարում են տարբեր ճյուղեր։ Դրանց մենք անվանում ենք աստվածներ։ Դրանք նկարագրված են բոլոր դիցաբանություններում։ Ու շատ աստվածներ իրականում քիչ են տարբերվում մարդկանցից։ Պարզապես ավելի զարգացած են էներգետիկ մակարդակներում։ Նրանցից շատերը վերամարմնավորվել են և հիմա ապրում են այս մարդկանց մարմիններում։ Դրա համար շատերը մեկ-մեկ հիշում են իրանց։ Ինչու է Աստված գաղափարը այսքան կարևոր։ Որովհետև մարդու հաջորդ էվոլյուցիոն փուլը աստվածային վիճակն է։ Մենք հիմա փոխակերպվելու ենք և դառնալու ենք այդ վիճակին։ Այսինքն մեր ճանապարհը դեպի Աստված գնալն է կամ Աստված դառնալն է։ Աստված, արարիչ, ես այս դեպքում շատ չեմ տարբերություն դնում, միևնույն է, մենք մեր լեքսիկոնի մեջ սովորել ենք Աստված ասել, արարիչ, պես որ նույնն են։ Եվ ինչ է նշանակում օրինակ լինել Աստված։ Եկեք մի հատ դա էլ հասկանանք, քանի որ շատերը դա սխալ են ընկալում կամ հասկանում կամ ընդունում։ Ինչպես երեխան է պատկերացնում մեծահասակ լինելը արտաքին նշաններով, այնպես էլ մարդիկ են պատկերացնում աստվածայինը։ Բայց աստվածայինը առաջին հերթին
գիտակցվածություն է։ Դա սեփական աշխարհի տեր լինելու վիճակն է։ Դա այն գիտակցումն է, որ ամեն ինչ գալիս է քեզանից եւ դու պատասխանատու ես դրա համար։ Աստծո առաջին արձագանքը ուղղակի հետաքրքիր է։ Մարդու առաջին արձագանքը կկարողանամ, թե ոչ։ Աստվածային գիտակցությունը նշանակում է հասկանալ, որքան ես դու ստեղծող քո կյանքում, որպեսզի մարդկությունը չմոռանա իր ուղին։ Ստեղծվել են օժանդակ համակարգեր, սոցիալական կառուցվածքներ, զարգացումներ եւ կրոն նրա համար, որպեսզի մենք կարողանանք կամաց մոտենանք Աստվածայինին։ Հիմա ինչ է կրոնը։ Կրոնը ճշմարտության մի փոքրիկ մաս է, ինչ որ մեկի կողմից ընկալված եւ փոխանցված սահմաններով, որպեսզի հասարակությունը կարողանա զարգանալ։ Եվ դա նման է ծովային կրյաների։ Փոքր կրյան պետք է դուրս գար ծվից, հասնի ջուր, միայն այդ դեպքում է նա դառնում լիարժեք։ Նույն կերպ կրոնը օգնում է մարդուն ջրին, գիտակցությանը, հասնել այդ ջրի գիտակցությանը։ Բոլոր կրոնները պարունակում են ճշմարտության մասնիկներ, բայց դրանք միշտ սահմանափակ են։ Մարդկությունը անցնում է փուլերով, գոյատևում է, վերականգնում, հոգևոր բացում, տարածում, ընդլայնում, ինչ որ ստեղծագործում է։ Այս փուլերը անպայման մարդն անցնում է ու տարբեր ժամանակներում մարդկության համար տարբեր կրոններ են ստեղծվել, տարբեր մշակույթների ու փուլերի համար։ Մենք միակ տեսակը չենք եղել, որը հավակնել է առաջնորդ լինել երկրի վրա։ Դա այդպեսի մի պատմություն կա, որ ութոտնուկը այնքան խելացի է եղել, որ ինքն է ուզեցել։ Օրինակ ութոտնուկը ջրից դուրս գալով չի կարողացել իրան պահել, չի ունեցել պինդ մարմին, ինքը ուղղակի թույլ ընկել է, դրա համար էլ նա չի կարողացել դառնալ երկրի տերը։ Բնականաբար այս բոլորը մեր մարդկային գիտակցության համար լեգենդներ են կամ ինչ որ չենելինգներով դուրս բերված ինֆորմացիաներ, որ այնուամենայնիվ մենք չենք կարող ասել, որ դա 100%-անոց ճշմարտություն է։ Օրինակ դինոզավրերը չեն կարողացել զարգանան, որովհետև չեն ունեցել բավարար մարտահրավերներ։ Բայց մարդը կարողացել է ջրից դուրս գալ ու զարգանալ։ Ու մենք բարդ, բայց նուրբ ընտրության արդյունքն ենք։ Դրա համար էլ այսօր համարվում ենք այս մոլորակի տերերը։ Ըստ այս պատմությունների առաջին տեսակը երկրի վրա եղել են վիշապները, հետո այլ էակներ, որոնց մի մասը մենք հիշում ենք որպես աստվածներ։ Հետագայում հայտնվում են հրեշտակների ու դևերի մակարդակները որպես լավի ու վատի բաժանում, հետո ֆիզիկական կյանքը ջրում, բջիջների զարգացում, ավելի ուշ կենտանական եւ այլ ձևեր, դինոզավրեր, տարբեր էակներ, դիցաբանություններից, վերջում ընտրությունը ամեն դեպքում կանգ է առնում մարդու վրա։ Մարդը դառնում է առաջատար տեսակ, որովհետև կարող է անցնել աստվածային էներգիան նյութի մեջ։ Ու մենք ստեղծված ենք հենց այդպես, Աստծո պատկերով։ Այսինքն ունենք, դա նշանակում է, որ ունենք հենց աստվածային կարողությունը։ Ինչի համար է պետք մեզ այս ամենը
իմանալ, որպեսզի լավ հասկանանք այս աշխարհի կառուցվածքը, ճանաչենք հենց աբսոլյուտին, հենց մեր ներսում, կարողանանք ճիշտ տեղավորել ու ինքներս տեղավորվել այդ իրականության մեջ, համադրվել հենց այն էներգիաների հետ, արարչականեն, բացվել ըստ մեր կյանքի նպատակի և այն բարձրագույն ծրագրերի, որոնց համար մեր հոգին այս պահին վերամարմնավորվել է երկիր մոլորակի վրա։